Գիտեք արդյոք, որ ձեր ամենօրյա մարմնի լեզվի գիտակցված փոփոխությունը լիովին վերաշարադրում է ձեր ողջ ճակատագիրը։ Միլիոնավոր տարիներ մարդկային հաղորդակցությունը հիմնված է եղել բացառապես ոչ վերբալ ազդանշանների վրա, սակայն գիտնականները միայն վերջերս են սկսել ուսումնասիրել այն։ Հոգեբանները նկատել են ապշեցուցիչ օրինաչափություն։ Մենք անմիջապես զգում ենք զրուցակցի ընդհանուր տրամադրությունը, բայց կուրորեն բաց ենք թողնում կարևորագույն մանրամասները։ Որպես առաջին օրինակ դիտարկենք սխալ նկարված փղի պատկերի հոգեբանական պատրանքը։ Մարդիկ սկզբում տեսնում են միայն ընդհանուր կենդանուն և միայն հուշումից հետո են նկատում մանրամասների ակնհայտ սխալները։ Ճիշտ նույն կերպ մենք անտեսում ենք մարմինի լեզուն։ Գիտնականները պարզել են, որ երբ դուք սկսում եք գիտակցաբար վերահսկել ձեր շարժումները, սկզբում զգում եք ծայրահեղ անհարմարություն։ Որպես երկրորդ օրինակ, հիշեք հեծանիվ վարել սովորելը։ Սկզբում դուք վախենում եք և անընդհատ ընկնում, բայց շատ շուտով այն դառնում է ձեր բնականոն վիճակը։ Հաջողության հասնելու համար կիրառեք 6 գլխավոր գաղտնիքները։ Միշտ պահպանեք բաց դեմք և ժպտացեք։ Խուսափեք խաչված ձեռքերից կամ ոտքերից։ Ակտիվորեն գլխով արեք։ Պահպանեք հանգիստ տեսողական կոնտակտ։ Ուղիղ կեցվածք ընդունեք և աննկատ հայելային արտացոլեք ձեր զրուցակցի շարժումները։ Արհեստականորեն փոխելով ձեր ֆիզիկական դիրքերը, դուք քիմիապես փոխում եք ձեր ներքին տրամադրությունը, ինչն անմիջապես ստիպում է շրջապատին լիովին այլ կերպ արձագանքել ձեզ։ Մարմինի լեզուն ոչ թե հասարակության համար նախատեսված պարզ դիմակ է, այլ մեր հոգու հզոր ճարտարապետը, որտեղ գիտակցված ֆիզիկական շարժումներն անխոս ծնունդ են տալիս իրական մարդկային վեհությանն ու հավերժական հաջողությանը։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն ձեր հաղթական կեցվածքը մշտապես հիշելու համար։